Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, սակայն կասկածի տակ է դնում նրա իրավական լեգիտիմությունը։ Ես պատրաստ եմ հանդիպել բոլորի հետ, այդ թվում Զելենսկիի, հարցն այն է, թե ով կստորագրի խաղաղության համաձայնագիրը, ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Իրանը վերսկսել է հարվածները Իսրայելի ուղղությամբ։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ Իսրայելից իր երկրի վրա հարվածներին միանալը անդառնալի հետևանքներ կունենա ԱՄՆ-ի համար, քանի որ Դոնալդ Թրամփի խոսքերը սրում են Իսրայել-Իրան թշնամանքը։ Իսրայելը շարունակում է թիրախ դարձնել Գազայում օգնություն ստացող բնակիչներին։ Հինգշաբթի 72 պաղեստինցի է զոհվել, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարը։ Իսրայելը շարունակաբար թիրախ է դարձնում օգնության ֆոնդի մոտ գտնվողներին, այդ թվում ՄԱԿ-ի աշխատակիցներին։ Միջազգային կառույցները հորդորել են Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները։ Նոր Զելանդիան դադարեցրել է Կուկի կղզիներին տրամադրվող միլիոնավոր դոլարների ֆինանսավորումը Չինաստանի հետ կնքված լայնածավալ գործարքների պատճառով։ Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսի խոսնակը հայտարարել է, որ նոր ֆինանսավորումը չի քննարկվի այնքան ժամանակ, քանի դեռ Կուկի կղզիները կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում հարաբերությունները եւ վստահությունը վերականգնելու համար։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները ռմբակոծված բնակելի շենքերի տարածքում։ Մեծ թվով մարդիկ շարունակում են մնալ անհետ կորած։ Ռուսական կողմը մայրաքաղաք Կիևին մի քանի հրթիռային հարվածներ էր հասցրել հունիսի 17-ին, թիրախ դարձնելով բնակելի շենքերը։ Վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրյա քաղաքացի, արտաքսվածները Հայաստանի, Ուզբեկստանի, Իրանի, Նիգերիայի, Տաջիկստանի, Չինաստանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ալժիրի, Եգիպտոսի, Թուրքիայի, Պակիստանի եւ Բանգլադեշի քաղաքացիներ են, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Գործող օրենսդրության համաձայն արտաքսված անձանց մուտքը Վրաստան կարգելվի։ Սվետլանա Թորոսյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։